Բարև ձեզ բարեկամներ, կրկին ողջունում եմ Փակ TV-ի բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ սպասում են մեր հերթական եթերին, իսկ երբ մեր տաղավարում մենք հյուրընկալում ենք միանձնավորության, ով ամեն անգամ գալով մեր տաղավար նոր բացահայտումներ է անում, նոր հետաքրքիր փաստեր է բերում եւ իհարկե շատ ինքնատիպ կարծիք ունի, խոսքս Պայեստազորի փոխգնդապետ Համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Նարա Գևորգյանի մասին է։ Բարև ձեզ Նարա։ Ողջույն պարոն Ղուշյան։ Ամենակարևորը Փակ TV-ի ռազմական վերլուծաբանը նորից իր հմայիչ տեքստով մեր տաղավարում է։ Շնորհակալություն։ Գիտես, ես պիտի ասեմ, որ ուժայիններին միշտ հետաքրքիր է այդ թեմային անդառնալ, առավել ևս երբ դրանք հանդես են գալիս այսպես երբեմն նաև ցնցող հայտարարություններով։ Հավանաբար լսել եք արտարադության նախարարի վերջին հայտարարությունը, ես շատ լավ սովորել եմ, ամեն ինչ ունեցել եմ 200,000 եվրո թե դոլար, չգիտեմ, ինչ է որ չունենամ։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Այո, երեք ամբողջ մամուլում համացանցում սաղ տարածված էր, որ տիկին նախարարը հայտարարում է, որ 200,000 դոլարն ինչա, որ չունենայ։ Ես շատ լավ եմ սովորել եւ այդ սովորելուս արդյունքներին տարիների ընթացքում, սկզբից 10 տարի, հետո 20 տարվա ընթացքում ես ուզում ասի աճել եմ իմ ասպարեզում ըստ մամուլի տեղեկությունների, պարոն Ղուշյան, ըստ իմ տեղեկությունների նաև, ես գիտեմ, որ իր մայրը նախկինում հանրապետական ա եղել եւ շատ մտերիմ կապեր ա ունեցել հանրապետական կարկառուն դեմքերի կանանց հետ։ Եվ նույնպես լրագրողականները եւ հետքնություն էին արել, ճշտել են, որ ինքը բավականին ոչ չի սովորել։ Այսինքն այդ ունակությունները չի ունեցել, որ սովորի, եւ այսօր ինքը անպագորգոր կարմա դա ասենց խոսա էլի։ Եվ ով որ լավ է սովորել, երբևիցե ինձ թվում է չի ասում, ես լավ եմ սովորել, պարզապես իր գործունեությամբ ես տեսնում իր լավ սովորելը։ Եվ ես ինձ այնքան հետաքրքիր կլինի այս իշխանափոխությունից հետո, երբ այս տաբրը կվերանա, այս ՔՊ-ի տաբրը, իր ամբողջ այդ խունտան կվերանա, նույն է տիկին Գայլյանը էլի կարա տենց անպագորգոր խոսած 200,000 դոլարն ինչա, ինքը բարձրաձայնում է դա այն դեպքում, երբ որ վարչապետը ասում է 10,000 դրամը թոշակառուներին, որ ավելացնենք, իրենք չեն կարողանալու ծախսեն, այսինքն իրենք որոշում են այդ 10,000 դրամը թոշակառուն ոնց ծախսի։ 200,000 դոլարը մարդկանց համար ոչինչ է, չտեսա պատից կախ, տեսա ճակատից կախ, բայց 10,000 դրամը իրանց համար ինչ որ սենց բան է, երբ որ պետքա թոշակառուի համար, ըստ ինձ 10,000-ը թոշակառուի համար, չեմ ասում դա մեծ գումար է, գոնե մի չնչին ինչ որ հարցի լուծման գումար է։ Իհարկե։ Դե դու ասեցիր, որ երբ այս թափառախումբը հեռանա, որտեվ տաբրը գիտես, չէ, հայերեն նշանակում է թափառախումբ։ Ֆիլմ կար հայտնի Թափառախումբը հեռանում է։ Հեռայոց, հա։ Տաբր уходит небо, այդ լերի հա։ Դե սրանք էլ երբանցներ հորիզոնից այն կողմ։ Ու գիտեք, այսօր դու կանգնես նման ի վերջո նախարար ես, արդարադատության նախարար ես ի պաշտոն է։ Դու ոնց կարող ես սենց բան հայտարարես, էլի։ Լավ, ի վերջո կուրսեցիներ ունես, հետդ աշխատողներ ունես, չէ՞ որ անձինք խոսալու են։ Ես շատ լավ եմ սովորել։ Չէ՞ ուղղակի ժամանակին մայրդ բավականին լավ հայկական ձևով նայլա ուս խորթին, դասախոսական կազմին եւ այլ, դու տենց սովորել եւ ավարտել ես։ Լավ, մենք շատ ծանրացանք այդ արդարադատության նախարարի վրա։ Մի ուրիշ նախարարի հայտարարության մասին եմ ուզում հարցնել։ Պաշտպանության նախարարը ասաց, որ ճիշտ է պետությունը մեծ խոշոր ծավալի պարտքեր է վերցրել համաշխարհային բանկից, բայց այդ գումարը ծախսվել է զենք գնելուն եւ պիտի ասել, որ այդ գումարն էլ իհարկե բյուջեի հաշվին է գնալու։ Այս մասին ինչ կարող ես ասել։ Պարոն Ղուշյան, ամեն անգամ որ ասում են պաշտպանության նախարար Էսինչյանը, անգամ գիտեք, արդեն չես էլ ուզում այդ պաշտպանության նախարար բառը օգտագործես, որովհետև ինքնուր ես երբևիցե չեմ զլանա անընդհատ կրկնեմ, որ ինքնուր պաշտպանության նախարար լինելն ուր։ Այդ ինչ զենքեր է կառը, երբ որ նույն նախարարը հայտարարում է, չէ՞ որ ես սուվերեն տարածքից դուրս չեմ կրակ բացելու, հարձակում չեմ գործելու, ընդ որում ասեմ իմ տեղեկություններով
ամսի 7-8-ի կողմերը Մեղրի զորամասում դեպք ա եղել, երբ ներթափանցում ա գործել, մեր ուժեղ ժամկետային զինվորականները, զինծառայողները կարողացել են դա արգելք, այսինքն կանխեն այդ ներթափանցումը եւ վերադասի կողմից հրաման ա եղել չկրակել, թողեք, թող գնան։ Այդ զենքերը, ես դա sense թեթև օրինակ դա բերեցի, այդ զենքերը ինչի վրա է օգտագործելու, գուցե վերջում իրանք իրար կրակեն։ Այդ ինչ զենքեր պետք է բերեք, որ համ պարտքով բերեք, համ բյուջեից փող վերցնեք, այդ ինչ զենքեր եք բերեք։ Բա մի հատ ասեք, էս մի թող չհայտարարեն, դա գաղտնիություն է իրենց պարունակում, բայց թող ասեն, Աստծո սիրուն, ինչքան սուտ կա, ուսուցչու բերանն է։ Աշխարհի սուտը, որ ինքը խոսում է, քեզ թվում է, թե մի հատ կախոզնիկ է խոսում։ Նարա, դու բավարար նկատել ես, որ սուտը, կեղծիքը դարձել է այս իշխանությունների սովորական գործելակերպ։ Մենք դրան արդեն վարժվել ենք։ Վարժվել ենք, այո։ Ես ուզում եմ մի հայտարարություն էլ Փաշինյանն արեց վերջերս, որ Հայաստանում իշխանություն չկա, միանձնյա իշխանություն, իշխանությունը պատկանում է ժողովրդին միայն, պատկերացնում ես հանճարեղ մի հայտարարություն, դու ինչ կասես։ Անձը ասես, չէ, կառավարությունը ես եմ, դա միանձնյա չէր։ Միանձնյա հանձնեց Լեռնային Ղարաբաղը, միանձնյա որոշում կայացվեց 44 օրյա պատերազմը պարտվեցինք։ Միանձնյա որոշումա, որ թոշակառուն այդ գումարը չի կարա ծախսի, որտեղ պետքա ծախսի, դա միանձնյա չի։ Միանձնյա իրանք որոշում են ինքը ոնց որոշում է, դատական եւ դատավարական այդ ամբողջ համակարգը, ինքը ոնց որոշում է, դա տենց է լինում, նույն իր բառերն էր, չասեց կա դատավոր, որ կարա ինձ հակաճառի։ Դա միանձնյա չի, Պանղուշյան, բա ի՞նչ է, ժողովուրդը ձեռը բարձրացրեց, ասեց Լեռնային Ղարաբաղը հանձնի, ժողովուրդը ձեռքը բարձրացրեց, ասեց Կիրանցը հանձնի, ասեց խաղաղության պայմանագիր ստորագրի, ժողովուրդը ձեռը բարձրացրել։ Երևի զոմբի մասան է, այն որ ասում է թուրքերի հետ լավ կապրենք։ Իդեպ ասեմ են 7 հոգանոց խումբը, որ Բաքու էր գնացել, եւ Քոչինյան թե ինչ անգամ ազգանունը չի ուզում, իշե որ ասեց մեզ այնտեղ գիտեք ոնց դիմավորեցին, ոնց ընդունեցին, ոնց որ մենք մեր տարելկայի մեջ էինք մեզ զգում, Ոչխար բան չեն մորթել։ Ամեն ինչը երևի արել են, ընդ որում խոսում է անձ, որը մի հատ ասում դու հիշեր, երբ որ քնած սպային կացնահարում են եւ այդ անձին տալիս են ազգային հերոս Բաքվում, հետո հիմա կոչման են ներկայացրել, որ այդ ուր գնացել է այդ Բաքու կոչեցյալը, որտեղ այդ բանակով զովեցին մեր 5000 երեխեքը, մեր տղաները հաշմանդամ դարձան, անհետ կորածներ ունենք, գերիներ ունենք, բա այդ դուք չմտածեցիք, էդի միանձնյա էլ չէ, որ որոշեցիր այդ 7 հոգանոց խումբը գնա։ Միանձնյա չի, որ որոշում ես սահմանը բացեմ, Թուրքիի հետ լավ կապրեք։ Դա միանձնյա չի որոշումը, որ ասում է գենոցիդ չկա։ Որ մեկը թվարկես։ Մենակի, որ արդեն ինքը ասեց կառավարությունը ես եմ, դա արդեն միանձնյա էր։ Վերջերս մի հայտարարություն էլ արեց Հանրապետության երկրորդ նախագահ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանը հայտարարեց յուրուր աշխարհի, որ ունի փաստեր, ինչը մերկացնելու է ներկայիս վարչապետին, ինչու չի հրապարակում, այդ մասին տեղյակ ես։ Լսել եմ, այդ հայտարարությունը բավականին շատ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ես կրկին ասում եմ, այո, այդ փաստերը կա, եւ ի վերջո չեն ուզում անձինք հասկանան այն, որ երբ մարդը նշանակվում է, ինքը անձին չի ծառայում, առավել եւս խոսքս գնում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին։ Տարբեր նախագահների օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել եւ անձին չի ծառայում, ծառայում է հայրենիքին, ցավոք էսա մեր այսօրվա պատկերը, որ մարդիկ գիտեն, որ անձի կողմից նշանակվեցին, իրեն են ծառայում, ոչ գեներալ Կարապետյանը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, դա կարող է լիներ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, կարող է լիներ լրիվ այլ անձ, որը նշանակեր պաշտպանության նախարար։ Եթե չեմ սխալում, երկրորդ նախագահի օրոքի հետախուզության վարչության պետ է նշանակվել գեներալ-մայորը Արշակ Կարապետյանը։ Եթե նրա հիշողությունը կար, չէ, ես ասեմ, որ իր օրոք, այո։ Ես մի փոքր տարիների հետ կապված գուցե սխալվեի, այո,
քանի որ Այո, գեներալսկի պաշտոնն է, դա նշանակում էր այն ժամանակ, քանի որ նախագահական երկրում ենք ապրում, նախագահն էր նշանակում գեներալի հաստիքին։ Համար երկրորդ նախագահի կողմից է նշանակվել հետախուզության վարչության պետ։ Էնպես որ պաշտոնին է նշանակել են ծառայելա Հայաստանի Հանրապետության համար, ոչ թե անձանց։ Դե անձինք Կներեք, եթե անձին ծառայել գուցե մնար այսօր պաշտոնի։ Քանի որ ինքը Հայաստանի համար էր պայքարում, որպիսի հողերը չհանձնեն, դիրքերը չհանձնվեր, բանակը չթուլանար, հակառակը բանակը հզորանար, այս ղեկավարությանը դա դուր չեկավ։ Դրա համար պաշտոնից հանեցին։ Նրա մի շատ հետաքրքիր հայտարարություն էլ արել է ԿՊԱ-կան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, քու շատ սիրելի պատգամավորներից մեկը, ուզում եմ ընթերցել։ Բանակը դիրքապահից անցնում է իրական պաշտպանական բանակի։ Մենք այդ ճանապարհին ենք, պատկերացնում ես, պաշտպանական, այլ ուշադրություն, ասում է պաշտպանական, ոչ թե պաշտպանողական։ Ես չգիտեմ, սրանց մեջ ինչ-որ տարբերություն կա։ Նախ պաշտպանական բանակը եղել է մեր Լեռնային Ղարաբաղի բանակը, ինքը ՊԲ ենք կոչում իրեն, այսինքն պաշտպանական բանակ էր։ Եթե այդ բառերը, այս սաղ այդ ինչ-որ նատոյականից վերցրած եւ հանճարեղ մեր գլխավոր շտաբի պետը, իր պետի տեղակալով այդ ճակերտավոր հանճարների միտքն է, ես դες ասեմ, էսի տանում է նրան, որ դիրքերում ոչ մի ինչ-որ կրակ կամ իրարանցում չի լինելու։ Սա մեր դիրքերի թուլացումն է։ Ես հենց մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, որպեսզի ավելի հասանելի լինի ժողովրդին։ Սա մեր դիրքերի թուլությունն է, կամ եթե սենց վերցնես, սարքում են պաշտպանական բանակ, որ Լեռնային Ղարաբաղի պես հանձնեն, վերջացնեն։ Չի կարա մերը պաշտպանողական լինի։ Մենք 4 կողմով շրջապատված ենք հակառակորդի կողմից։ Ոնց կարանք եւ Անդրանիկ Քոչարյանը առանց ամոթի հլը կարա բանակից է խոսում, դա է խոսում, այն մյուս իրանց նախկին գայի պետի տեղակալը Կարկառուն հանրապետական, Կարկառուն երրորդ նախագահի անունով երթվող, ծնունդով Սյունեցի, անձամբ մոտնեմ մտել ծառայողական հարցով կապված գայի հետ տարիներ առաջ։ Գիտեք ոնց էր երրորդ նախագահի մասին խոսում, ոնց որ իր հարազատի մասին խոսար ծնունդի։ Հարազատ հոր։ Հոր, այտենց խոսում էր ինքը նախագահան, այո, սենց այսօր նույն այդ անձը բանակից է խոսում։ Մենք ինչ զենքեր ենք, ինչ բանակ առաջ է գնում, որտեղ եք այդ բանակը առաջ գնացած տեսել։ Մի հատ որ ընկերով են խոսում բանակում, իրար մեջ պարոնի փոխարեն ընկերներով են խոսում, իրար այդ դասարանն է դա, ուսումնական, Արմավիրի ուսումնական զորամասը դասարաններ է, առաջի դասարան, երկրորդ, երրորդ դասարան, սենց բան բանակում տեսել եք, այդ որ բանակը լավ է, մի հատ գնացեք Լուսակերտի ուսումնական կենտրոնը տեսեք, ինչ վիճակ ան դե, ջուր չկա, ծնողը գնում այցելության գետնի վրա են նստացնում, նույնը սնունդը մի քիչ կարամ ասեմ ոչ բոլոր զորամասերում, բայց մի քիչ լավն է։ Մեր զորքի վիճակ այսօր նողկալի վիճակ է։ Ինչի մասին ենք խոսում բանակը բարեփոխումներ ենք։ Հիմա էլ մի հատ է պաշտպանողականից անցնում ենք, չգիտեմ ինչ իրանց բառեր են փոխում։ Ուսուցչուհին ինչ կարա անի, բացի տարերը իրար տեղից փոխելուց, նա ինչ կարա անի։ Ասել եմ, չէ, ինք իր տեղակալներով, գլխավոր շտաբի պետը իր աննման տեղակալով։ Ինչ են անելու փոխելու են, այն ինչը թելադրվում է դրսից, պարոն Ղուշյան, դրսից գրանտները շահում են, դրսից թելադրվում է, բանակը քայքայում են։ Խեղճ Վազգեն Սարգսյան ջան, գլուխդ բարձրացրու մի հատ տես, բանակում, որ մի հատ լսեր դասարան է դարձել, ուսումնական կենտրոնում դասարաններ են դարձել, երբ երկրորդ անգամ կմահանար, շուռ կգար կգնար։ Նրա Ադրբեջանի պետական պաշտոնյաները շարունակում են իրենց խոսույթը Զանգեզուրի միջան, իսկ կա մեր պաշտոնյաները ոչինչով չպատասխանելով նման խոսույթներին, այսպես ճակատամարտ են տալիս հոգևոր աշխարհի հետ։ Սա ինչի է բերելու։ Այ, խայտարակություն ամբողջ աշխարհով մեկ խայտարակ ենք եղել, անգամ տեսա Գերմանիայում հայ համայնքը ոնց դիմավորեց, ինչպիսի սենց
կոչերով, որ այո, մնում էր եկեղեցու վրա, որտեղ Ադրբեջան իր հարցը դրելա, որ պետքա Զանգեզուրի միջանցքը բացվի եւ իրենք չեն կարողանում արդեն ոչինչ անեն, ժողովրդին խաբեցին, ասեցին դա խաղաղության պայմանագիր է, սակայն դրա տակ այդ ճանապարհի բացումներ շատ տգեղ այս հոգևորականների կողմ, դա էլ է Ադրբեջանի կողմից թելադրված, իրանց այդ Փաշազադեի կողմն է, չէ, թելադրվածա, որ մեր եկեղեցիները պետքա վերանան ու մսկիթ պետքա դառնան։ Շատ խայտառակ վիճակ է, ես որ իհարկե Գերմանիայում ինչը sense լրատվամիջոցներով ցույց են տվել, դա այտենց չի եղել, իրականում բավականին մեծ ամբողջ ժողովուրդը դուրս է եկել եւ տենց կոչ են արել, որ դավաճան եւ այլն, որ եկեղեցու տերորը եկեղեցու կողմից վերացրեք եւ այլն։ Սփյուռքը պետքա ոտի կանգնի, ըստ ինձ բոլոր այդ սփյուռքը, որ ոտքի կանգնի եւ չթողեն, որպեսզի գոնե եկեղեցին պղծեն։ Չէ որ մենք քրիստոնյան է մեր ամբողջ կարևորությունը, մենք որ քրիստոնյա ազգ ենք։ Դուք ո՞նց կարաք գնաք հիմա մնացել եկեղեցին մի մաքուր տեղ, ես անձանց չեմ ասում, ես որպես sense մաքրություն եմ ասում եկեղեցին իմ համար, ես ինքս հավատացյալ չեմ, բայց մեծ հավատք ունեմ։ Իմ միակ վախերից մեկը դա Աստծո վախն է, որ ես վախենում եմ։ Աստծուց վախենամ, ես ասում եմ մեծ հավատք ունեմ ես շատ։ Ու դու այսօր ստիպում ես, բա մի անձնյա որոշում չի, դու ժողովրդին ստիպում ես, որպեսզի իրանք քրիստոնեությունից հրաժարվեն։ Դա մի անձնյա չի։ Դարերով ի վեր 7 վերքը երբեք փակի տակ չի եղել։ Դարերով։ Ճիշտ է։ Դա ոչ թե իմ եկեղեցին ասելով ինչ է, եթե իմ հետ ինչ որ ես ուզում եմ սենց այցելեմ կամ թեկուզ մեքենա եմ գնում, ես տանում եմ 7 վերք, գնում եմ 7 վերքում, 7 վերքի տեր հայրը օրշնում է մեքենաս։ Անկամ երկրաշարժի ժամանակ ոչինչ չէր եղել 7 վերքին։ Ու դուք պատկերացնում եք այսօր այդ դռները փակվում է ու շրջապատվում է զորքերի, գվարդիայի զորքերի անձանցով։ Եթե դու մի անձնյա որոշում չես կայացնում, այդ զորքին ինչի ստանում ընդեղ։ Ինքդ գնա մտի պատարակը տարա դուրս արի։ Քո այդ սվիտայի հետ մտի պատարակը տարա դուրս արի։ Սենց բան եկեղեցու դուր փակվի։ Ես չեմ ասում արնել 7 վերքը, քանի որ մամայիս կողմը Շիրակի գյումրեցիներ են, ես իմ մանկությունը Գյումրիում եմ անցկացրել, ինչ որ այդ ամառային արձակուրդները մի 20 օր, մի ամիս Գյումրիում եմ անցկացրել։ Ես ասում եմ փոքրուց ես տենց բան չեմ տեսել։ 7 վերքում փակես, ասում եմ եկե իմ հիշելով երկրաշարժի ժամանակ ոչինչ չէր վնասվել։ Թե ինչ որ մի գմբեթի վերևի շատ թեթև խաչը թեթև վնասվել էր, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում։ Անկամ այդ ժամանակ այդ հուժկու երկրաշարժի ժամանակ ոչինչ չէր եղել։ Էդ էլա մի անձնյա։ Դու որոշում ես այս եկեղեցին, որ պետքա գնաս, ու դու ամբողջ զորքդ լցնում ես ընդ։ Զորքը ինչ գործ ունի քո պատարակի հետ։ Ազգային անվտանգությունը, ներքին գործերի նախարարությունը, քննչական կոմիտեի անձին քաղաքացիական համազգեստներով ինչ գործ ունեն այնտեղ։ Քո ամբողջ այդ ՔՊ դու ուզում ես որ ուզում ես տար զորքին խես տանում։ Երբևիցե նախկիների ժամանակ նախկին այդ ղեկավարների ժամանակ սենց բան չի եղել։ Կամ պաշտպանության նախարարը իրենք գնացել են, երբ որ պրոտոկոլով եղել այդ նոր տարի, հունվարի 6, որ երբ որ Զատիկի այդ օրերին պատարակ համատուցվի, այո, բարձրաստիճան անձինք գնացել են։ Ես սենց բան չեմ տեսել։ Խայտառակությունը ամբողջ աշխարհով խայտառակ եղանք։ Խայտառակված էինք, գումարվեց նաև եկեղեցին։ Նարա, վերջերս էլ ձեր շարժման առաջնորդը գեներալ Արշակ Կարապետյանը խոսեց այն մասին, թե ինչպես երիտասարդ քննիչները նոր իրենց գործեր, այսպես արհամարական տոնով դիմում են զինվորականներին, նույնիսկ գեներալներին, թուղթը շփրտում են սերարում են, գրիր, բա լավ, սպայի պատիվ այս հասկացությունը չկա։ Չէ, այս իշխանությունը կորցրեց այդ սպայի պատիվը, դե ոչ բոլորին, նույն այդ քննիչների ինձ էլ են ստիպել, գրել են, որ գրեն պատասխանը ստացել են, այտենց շատ փորձեցին տգեղ խոսալ, իրենք իրենց պատասխանը ստացան, թղթի վրա գրեցի, ուղարկեցի կուդա падальше, հա, որ պաշլի կուդա նադը,
Երբ որ քե դու թույլ ես տալի քո հետ այտենց վարվեն, իրենք վարվում են։ Ոնց կարաս գեներալի կոչում կրես ու թողես երեկվա կոպիտ կարողա բառս հնչի լակոտը, այդ երեկվա քեզանից եւ տարիքով փոքրը եւ կոչումով եւ անցած ուղիով փոքրը կարողանա քեզ ասի գրի ես քեզ ասում եմ։ Բայց թուղթը առնվազն դի շուր տայր, ճմրթեր եւ ասեր կեր։ Ընդամենը դա պետք աներ ու թողեր դուրս գար։ Այսինքն բոլորին կրուչոկի վրա պահում եմ, բոլորին։ Գետին ու նայում ես ոնց կարա 95-96 թվի դատավոր լինի, դատախազ, թե քնիչ կարողանա գեներալի գործ վարի։ Երևի կներեք հələ կաթի հոտա գալի վրա, կաթի հոտնա գալիս, հələ այդ անցածը չունեն, իրանք կարան գեներալի գործ վարեն։ Ոսե կոչումների մասին պատկերացում չունեն։ Բացարձակ իրենք ախր չեն է ծառայել բանակում։ Ոնց կարդում ես կենսագրությունները, այդ զինված ուժերում ծառայության տողը չկա սրանց մոտ։ Որին կարդում ես, որի լակոտին նայում ես, երեխուն նայում ես, որի պապան պաշտոնյա ես, ԿՊ-յա, իր երեխեն չի ծառայել բանակում։ Ասում է այդ զինված ծառայությունը զինված ուժերում իսպար հանված է։ Եթե բանակում չես ծառայել, դու որտեղից պետքա կոչում իմանաս, դու որտեղից պետքա հասկանաս դիմացինիդ եւ զբաղեցրած պաշտոնին, ինչ պաշտոնա զբաղեցրել, եւ կոչումը, եւ անցած ուղին, դու ոնց կարաս։ Չէ՞ որ այս գեներալիտետի մեծ մասն ասեմ, սենց որոնք առաջի Ղարաբաղյան առաջի պատերազմով անցած են։ Եվ իրենք վաստակել են գեներալ զինվորական կոչում, այն ժամանակ շատ դժվար էին գեներալ կոչում ստանում։ Առնվազն պետքա 5 տարի գնդապետի կոչում ունենար եւ գեներալսկի պաշտոն զբաղեցներ, նոր փորձեն, որ քեզ տան, ոչ թե հիմիկվապես այդ գեներալը, ով ինչը հանձնեց, ով թուրքի դեմը կզեց։ Ասում են գեներալները։ Ով թուրքի դեմը կզեց, այնի գեներալ ստացավ։ Երրորդ բանակային կորպուսի հրամանատարը Կիրանցը հանձնեց գեներալ տվին, հանինքցին այդ պաշտոնից դուրս բերեցին ավելի մի այլ կարելի ասել կոպիտ ասած ցածր պաշտոնի։ Փոխարենը գեներալի կոչում տվեցին։ Տեղագրականի վարչության պետը, որ այդ քարտեզը Կիրանցի գծեց, որ ընդհանրեն հակաօրենքեր, հակաօրենսդրական էր այդ վարչությանը կոչում տալը։ Մի օրվա մեջ անվտանգությունով անցկացրեցին, վարչության այդ հաստիքը սարքեցին գեներալսկի, մի օրվա մեջ պատկերացնում եք գնդապետինը կրճատեցին, սարքին գեներալսկի, անձին տվեցին գեներալի զինվորական կոչում, ինչա ինքը Կիրանցի քարտեզը գծեց։ Մեր գեներալն է, որ թուրքի դեմը չկզեց, մեր առաջնորդը Թուրքիա ասածը չարեց, հակառակն արեց, որ ասեց իմ դիրքերը առաջ եմ տալու, մարդու վրա քրեական գործեր հարուցեցին։ Դե քրեական գործերին անցերքին պաշտոնից էլ ազատեցին, չի ասում։ Այո, պաշտոնից ազատեցին, այո, որտեվ ինքը կրակելու հրաման էր բացել։ Ասել կրակեք, եւ ինքը բոլորը դա ընդհանուրով ասում, եթերում է ինքը ասում։ Եթերով ինքը ասում է, ով կդիրքի ավակը կլինի, թե շարքայինից միջև բարձրաստիճան սպա։ Պարտավոր է, եթե տեսնում եք խախտում, կրակեք։ Դա ինքը բոլոր բանակային կորպուսներում իր պաշտպանության նախարար նշանակվելուց հետո այցերի ժամանակ բոլոր բանակային կորպուսներում, զորամասերում, անգամ կոլեգիայի նիստի ժամանակ ինքը ասել է կրակեք հանկարծ մի միլիմետր հող իրենք առաջ պետքա չգան։ Այս իշխանությանը դա դուր չեկավ։ Ես մի օր կանրադառնամ պաշտոնից ազատման հետ կապված։ Օրերից մի օր կանրադառնամ, դա ոնց է կազմակերպվել այդ ամենը։ Ես կանրադառնամ այդ հարցին։ Խոստանում ես։ Միանշանակ խոստանում եմ, որ կանրադառնամ այդ հարցին։ Մեր ունկնդիրը հիշում է։ Ես էլ եմ հիշում, այո, ես էլ եմ հիշում, ես կանրադառնամ։ Եվ այդ անձինք, ովքեր դա ասենց նախապատրաստել են, թող իրենք մտածեն։ Պարզ է։ Նրա օրեր առաջ էլ խոսում էր այն մասին, որ շատ վատացել է ԱԱԾ-ի Մեկուսարանում գտնվող Միքայել Սրբազանի առողջական վիճակը եւ նա շտաբ վիրահատության կարիք ունի, բայց չգիտես ինչու այս հարցն էլ ձգձգվում է, ինչ է, սրանով ինչ են ուզում ասել։
Հա, լսել էի, տեղյակ եմ, ցանցից եմ տեղյակ, այո, մարդը ուզում է գնա Իզմիրլիանում բուժվի, քանի իրա որ բուժող բժիշկներ ընդեղ են, իրենք էլ ասում են, չէ, ինչ որ իրանք պոակ ունեն, այդ ձերբակալվածների այդ պոակ կա, որտեղ հիվանդներին են բուժում, մարդը հրաժարվում է այդտեղից, քանի որ ինքը եթե ունի առողջական խնդիրներ, ինքը իր մշտական բժիշկներին ունի։ Սա միանձնյա որոշում չի։ Մարդուն արգելես բուժումից, սա միանձնյա որոշում չի, եւ իրենք սենց ականջի հետև են գցում, այսինքն անտեսում են մարդու հիվանդ լինելը, առողջությունը վնասում են։ Սա ինձ թվում է նաեւ պաշտոնի չարաշահում էլա, որ անձին թողես այդ վիճակում մնա։ Ուզում է Իզմիրլիան, տարեք Իզմիրլիանում այդ մարդը թող իր բժիշկները կբուժեն, թե ինչ կանեն, հետ բերեք։ Ինչ եք դուք պարտադրում։ Մանավանդ լուրջ վիրահատության կարիք։ Այո, ինչ եք դուք պարտադրում, որ ինքը գնա ձեր բժիշկի մոտ։ Եվ անդրադառնանք են նրան, այսօր իրանք բժշկություն ունեն։ Իհարկե չունեն։ Խի մեր առողջապահության նախարարը բժիշկ է իր մասնագիտությամբ, որ մի հատ է բժիշկներ ունենանք։ Խայտարակ վիճակ է հիվանդանոցներում։ Ես ինքս Մոսկվայում եմ բուժվում։ Իհարկե ես տեղ ունեմ իմ բժիշկը, իմ մասնագետը, Փառք Աստծո, երևի լավագույնների ստեղ բուժվում եմ, բայց դու նկատի չունես զինվորական հոսպիտալը։ Ոչ, զինվորական հոսպիտալ ոտքս կդնեմ, երբ որ ես դատը կշահեմ։ Եվ ես կշահեմ դատը։ Դատի ես տվել։ Այո, դատը եմ տվել, դատական հիմա process-ի մեջ է, ընթացքի մեջ է, իմ այդ մուտքս, որ արգելել են զինվորական հոսպիտալ։ Զինվորական հոսպիտալի բժիշկների մասին խոսք չկա։ Մեկը մեկից իրանց մասնագիտությունների մեջ գերազանց։ Իրականում գերազանց բժիշկներ ունենք։ Իդեպ ասեմ, որոնց ստիպում են, որոնք այտենց ուժեղ են, կամավոր են, իրանց խոսքի տեր են, այդ անձանցել են, ամեն ինչ անում են, որպեսզի կամ ստիպեն գրեն գնան, կամ դուրս պայմանագիր չլրացնեն, երկարացնեն, այդ էլ են անում։ Չէ, ես թե բժշկություն չկա, որտեվ մտնում ես նայում ես, իրանք ինչ-որ sense ախր բժիշկին որ նայես պետք է ինչ մի քիչ էլ վստահություն ունենաս այդ անձի հանդեպ, չէ։ Իհարկե։ Որ նայում ես ինչից դարձել է գլխավոր բժիշկ, ասում ես սրան ո՞նց գնաս դու քո առողջությունը վստահես իրեն։ Եվ վերջին հարց, վերջերս մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ դուք ինչ-որ ակցիայի կազմակերպել, միգուցե դրան էլ անդրադառնա։ Երեկեր Մանուշյան այո ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց եւ դատախազության դիմաց մարդու իրավունքների պաշտպանի։ Ողբած վիճակ էր այս գվարդիայի զորքերի հետ կապված։ Մայոր կոչումով, կապիտան կոչումով տղաներին կանգնեցրել են այդ պատերի տակ։ Ընդամենը խաղաղ ակցիա էր, 10-15 հոգանոց խաղաղ ակցիա էր։ Պլակատները ձեռքներս կանգնած ենք, ոչ իրարանցում, ոչ ռուպերով խոսալ եւ լրագրողները մոտենում են, հարցազրույց են վերցնում։ Նայում ես մայոր զինվորական այդ մայոր կոչում է կրում։ Եվ պատերի տակ կանգնած են, ամբողջ այդ կառավարության այդ կողքերը եւ սև բերետավորներ էին կանգնած, եւ այդ մյուս զորքերն էր կանգնած։ Նայում ես ինչի համար։ Այդ մայորը որ կանգնում է, ինքը իրան ված չի զգում։ Գվարդիայի հրամանատարը մեր հետ կադրավիկ է ծառայել։ Հա, ճանաչում եմ։ Ճանաչում եմ անձամբ։ Երբ գեներալ Երանուսյանը տեղափոխվեց ներքին զորքեր հրամանատար, ինձ ասեց, ինձ ուզում էր տեղափոխել իր մոտ կադրերի պետ։ Ասեց արի, ասի պարոն Յանուսյան, այդ համակարգը իմս չէ, էլի, երկար տարիներ ՊՆ-ում ես եղել, ՊՆ-ն ու ոստիկանությունում քիչ տարբեր են, ասի այդ համակարգի իմս չի։ Տվյալ գվարդիայի հրամանատարը ամեն ինչ անում էր, պարոն Ղուշյան, անկեղծ։ Ամեն ճանապարհներ փնտրում էր, որ ես հանգարց չտեղափոխվեմ, որ ինքը այդ պաշտոնին նստի։ Այսօր ինքը գվարդիայի հրամանատարը լամպասներ է կրում, բայց իր մայորին ուղարկում է պատի տակ կանգնի խաղաղ ակցիան, որ հանկարծ իրարանցում չլինի։ Ու այդ ներսից է դռները ծիկրակում են այդ վարակույրները եւ դատախազության եւ այդ կառավարության շենքի հետևից։ Այնքան վատ տղամարդ ես, էլի դուրս արի։ Կամ այդ ինչ պետք է անենք։ Ես խորհուրդ կտամ գվարդիայի հրամանատարին մի քանի լամպասներ էլ կցի այդ պատի տակի կանգնողներին, գուցե գեներալից էլ կանգնի պատի տակ, դա իրանց ավելի հարգի կլինի։ Այ միանձնյա որոշում են արել, որպեսզի կադրավիկը դե լավ Աստծո սիրուն, դարձել ես, լավ ես արել։ Բայց գոնե մի քիչ
ի վերջո պնեց ես տեղափոխվել, այդ ուսադիրները հարգել իմացի։ Կոչում կրել է, մենակ կոչում լամպաս կրել է, չի էլի։ Եվ փառք տանք Երանոսյանին, որ ինքը աճեց այդտեղ եւ դարձավ այսօր հրամանատար։ Ապրի Երանոսյան Լյովան։ Գերալ Երանոսյանը, այո։ Ես շատ մեծ հարգանք ունեմ իր հանդեպ։ Ծառայություն էլ ունենք։ Լավ, բարձ է։ Նրա շնորհակալ եմ այսօրվա համար էլ։ Պիտի ասեմ, որ մենք քեզ միշտ Փակ TV-ում սպասում ենք իսկապես որպես մեր ծրագրի ռազմական վերլուծաբանի։ Շելի բարեկամներ, դե դուք էլ հասկացաք, որ իսկապես Նարա Գևորգյանը այն մարդն է, որ քաջատեղյակ է մեր ուժային կառույցների եւ հատկապես պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող իրադարձություններին։ Չնայած որոշ մարդիկ ասում են, նա ինչ կապ ունի զինվորականության հետ, նա ով է, որ պիտի վերլուծաբանի այդ բան։ Սիրելիներս, ասել եմ, կրկնում եմ, մարդ, որ 28 տարի ծառայել է մեր ազգային բանակում, երևի ինչ-որ վաստակ ունի եւ կարող է խոսել։ Իսկ այն դեղնագտոցները, որոնք փորձում են ցեղ շպրտել մեր ռազմական վերլուծաբանի երեսին, թող իրենք մտածեն։ Նրա շնորհակալություն, որ եկար։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ, չէ, ուսուցչուհին կապ ունի բանակի հետ։ Վերջում ասեմ դա, շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Ղուշյան։ Դե դու գալիս ես մեզ մոտ որպես քո հարազատ կոլեկտիվի արդեն։ Այո։ Եղավ, սերի բարեկամներ, այսօր այսքանը, լավ մնացեք եւ հավատացեք, որ այնուամենայնիվ ճշմարտությունը ուշ թե շուտ հաղթելու է։ Ցտեսություն։